Հայրենիքն էլ վտանգված է, ինչքան է։ Եթե հայ եք, եկեք կանգնեք։ Այդ անտարբերությունը որտե՞ղ է ձեր մեջ։ Չեմ հասկանում։ Եկեք կանգնեք այս մարդկանց կողքը։ Մեր հայերը շատ համովազգ են, իրար ուտում են, նենց են ուտում, նենց համով են։ Գնում եք կառավարության շենք։ Գնում ենք կառավարության շենքի մոտ։ Բոլորդ եկեք։ Դուխով հայերը, հայերն ասել հայերը, ինչպես։ Ես Երևանի կենտրոնում եմ ապրում, եկել եմ կողքները կանգնեմ։ Միացել ամես, շնորհակալ ենք։ Եկեք կողքները կանգնեք, լսում եք, բոլորիդ եմ ասում, արա սեն սառնասիր չի կարելի լինել, չի կարելի։ Շնորհակալություն, որ եկել ես ընկեր ջան։ Կենտրոնի բնակչին ղեկավարը ասում է այնքան հանգացումներ անում այդ բոլոր այդ անհիմն հանգացումները ձեր գույքը հարկես էս։ Այդ ուրիշ հարց է։ Չէ, ես էլ միանում եմ, մենք չէ, նայ ասում է տունը վաճառի գնա։ Հա, մի րոպե խոսում եմ։ Չէ, հա։ Երկրի ղեկավարը ասում է կենտրոնի բնակարանը վաճառի գնա ծայրամասում ապրի։ Դա խոսք է։ Ինքը եկել է որ մարդկանց կարգավիճակը բարելավի, բարենպաստ պայմաններ ստեղծելու փոխարեն Ես խնդրում ենք ոչ մեկը չգնաք, էլի մենք կարող շարժվենք կառավարություն։